Չկար ընդհանրապես, ընդամենը գրետվել էին ձեռները ընթերցանության ժամեր, ուրիշ ոչ մի բան։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր գործառույթը բացարձակ չկատարեց։ Ինքը պարտավոր էր մինիմումը 3 տեղամասերում իրականացնել վերաընտրություն։ Ու օրենքում հստակ սահմանված է, եթե ունենում է էական ազդեցություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հարց ենք տալիս, եթե դուք համարում եք էական ազդեցություն չկա, ո՞րն է էական ազդեցությունը, մարդիկ չեն պատասխանում, ասում են գնացեք համարտական դատարան։ Սա պետական ինստիտուտի պատասխանի ձև է։ Իմանան, որ պատասխանը։ Քաղաքացիների քվեի հանդեպ ժողովրդավար երկրում սենց են վարվում։ 3411 մարդու մասին է խոսքը։ Եվ վերջը ով է մեղավոր ընտրության տեղամասային այդ հանձնաժողովի աշխատանքը վատ կազմակերպելու համար։ Ով է մեղավոր, որ ժամը 8-ից հետո դեռ տեղամասերում ընտրություն է գնացել։ Ու լիքը այլ տեղամասերում էլ է եղել։ Խի ընտրվեց այս երկուսը։ Լիքը այլ ընտրախախտումներ էլ է եղել։ Խի հենց այս երկուսը 3-ը ընտրվեց։ Որովհետև խնդիր էր դրված Բարգավաճ Հայաստանը չլինի խորհրդարանում։ Այդ էլ մի արգումենտ, որ ընտրությունները ընդհանուր կեղծիքներով ու ապօրինի է կատարել։ Այո։ Ընդհանուր հարց պետք է դնել, որտեղ ընդհանուր բոլոր հարցերը դրված է, խնդիրը այն է, որ բոլոր հարցերը չեն ստանում պատասխաններ։ Բոլոր հարցերը բարձրացրել ենք, բայց չկա պատասխան։ Չկա։ Դրված է իրանց դեմ տեքստը, իրանք տեքստը են Եթե կարդում։ ուզում եք, որ իրանք այս հարցում արդար լինեն, դա չի լինելու։ Ընդհանրապես սա էլ մի արգումենտ, որ իրանք արդարություն չեն կարող անել։ Որովհետև միտումնավոր անեն ճարակ։